Դոնալդ Թրամփը հիասթափված է։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելը պարզվում է ավելի բարդ էր, քան ինքն ակնկալում էր։ Դեռ նախընտրական արշավի շրջանակում նա բազմիցս վստահություն է հայտնել, որ 24 ժամում կդադարեցնի պատերազմը։ CNN-ի հաշվարկով Թրամփը նման խոստում է տվել 53 անգամ։ Եթե դառնամ նախագահ, շատ հեշտ կդադարեցնեմ պատերազմը։ 100%-ով համոզված եմ, որ կհաջողեմ։ Ես լավ եմ ճանաչում նախագահներ Զելենսկուն եւ Պուտինին։ Այս պատերազմը Բայդենի վարչակազմի անգործունակության հետևանքն է։ Թրամփի երթմնակալությունից ամիսներ անց 24 ժամը վերածվեց 100 օրվա։ Խոսքը ամիսների, այլ ոչ տարիների մասին է։ Ուզում եմ հավատալ, որ կարող ենք կարճաժամկետ հեռանկարում ինչ-որ բանի հասնել։ Ինչ նկատի ունեմ ասելով կարճաժամկետ հեռանկար։ Լավ կլինի 100 օրից հասկանանք հրադադարի, թե երկարատև խաղաղության փուլում ենք։ Քելոգի հայտարարությունից անցել է ավելի քան 120 օր։ Չնայած Թուրքիայում վերսկսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին, կողմերը դեռ հեռու են խաղաղությունից։ Կիևի եւ Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումների արդյունքում հաջողվել է առաջընթաց գրանցել թերևս միայն գերիների եւ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում։ Թրամփը երբեմն հակված է չափազանցված հայտարարությունների։ Ոչ ոք լրջորեն չէր մտածում, որ նրան կհաջողվի մեկ օրում դադարեցնել պատերազմը։ Թրամփը կարծում եմ վստահ էր գործարքներ կնքելու իր ունակության վրա, հաշվի առնելով արդյունավետ փորձը բիզնես ոլորտում։ Նա նաև հույսը դնում էր այն փաստի վրա, որ 2022 թվականից ի վեր Բայդենը կամ եվրոպացի որևէ խոշոր առաջնորդ Մոսկվայի եւ Կիևի միջև դիվանագիտական լուրջ գործընթաց սկսելու նախաձեռնությամբ հանդես չէր եկել։ 2025 թվականի մարտին Դոնալդ Թրամփը խոստովանեց. 24 ժամում պատերազմն ավարտելու մասին խոսքերս մի փոքր սարկաստիկ բնույթ էին կրում։ Իրականում ես նկատի ունեի, որ ցանկանում եմ հնարավորինս արագ հասնել կարգավորման։ Վերջին շրջանում Թրամփը պարբերաբար դժգոհություն է հայտնում, որ Պուտինը եւ Զելենսկին կառուցողական չեն տրամադրված։ Նա սպառնում է դուրս գալ բանակցություններից, խստացնել հակառուսական պատժամիջոցները, դադարեցնել Ուկրաինային աջակցությունը։ ԱՄՆ նախագահը նաև վերջնաժամկետներ է սահմանում։ Օրինակ, նա արդեն 3 անգամ 2 շաբաթ է տվել Ռուսաստանի նախագահին հրադադարի գործարք կնքելու համար, այս տարվա ապրիլին եւ մայիսին։ Հունիսի 5-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը Թրամփը եւս մեկ անգամ նախազգուշացրել է, եթե պատերազմը ձգձգվի, Կիևի եւ Մոսկվայի նկատմամբ խիստ քայլեր կձեռնարկի, թե երբ կրկին չի հստակեցրել։ Պուտինը եւ Զելենսկին ատում են իրար, կռվում ինչպես երկու խելագար երեխաներ։ Երբեմն հարկավոր է նրանց թույլ տալ կռվել, հետո նոր բաժանել։ Ես համոզվել եմ, որ այս պատերազմը բարդ է կանգնեցնել, բայց հնարավոր է։ Իմ մտքում վերջնաժամկետ ունեմ, երբ հասկանամ, որ պատերազմը չի դադարեցվում, մենք Գերմանիան քայլերի կդիմենք։ Այսպիսով, ինչու Թրամփը մինչ օրս գործի չի դնում պատժամիջոցների լծակը։ Դա կարելի է դիտարկել որպես վճռականության պակաս, նաև հնարավոր է նախագահ Թրամփը փորձում է հարմարվել, որ Պուտինը չի վստահում Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին։ Նա հրադադար չի ցանկանում, քանի որ համարում է, թե Ուկրաինան կվերազինվի։ Կարծում եմ Պուտինին մտահոգում է եւ այն, որ Թրամփին հաջորդող նախագահը կարող է վերադառնալ Բայդենի ռազմավարությանը։ Կարծում եմ Ռուսաստանի դեմ էական պատժամիջոցներ Վաշինգտոնը էլ չի կիրառի։ Նա ավելի հեռուն է նայում, փորձում է բարելավել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները։ Ինչ վերաբերում է կոնգրեսական Լինսի Գրեհամի առաջարկած պատժամիջոցների փաթեթին, որի համաձայն Վաշինգտոնը պետք է 500%-ի մաքսատուրք սահմանի ռուսական նավթ, գազ կամ ուրան գնող երկրների վրա, Ջոն Սիտիլիդիսը նշում է, ոչ ոք չի հավատում, որ Թրամփը կաջակցի այդ նախաձեռնությանը։ Նաև փորձագետի կարծիքով այդ լծակը էականորեն չի ազդի Վլադիմիր Պուտինի վրա։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կլինի դա Դոնալդ Թրամփը կամ Սի Ցինփինը կամ եվրոպական կողմը, որ կստիպի Պուտինին ինչ-որ բան անել։ Այժմ նա շատ ապահով դիրքերում է։ Ռազմաարդյունաբերությունը խթանում է Ռուսաստանի տնտեսությունը։ Պուտինի վրա ճնշման լուրջ լծակներ դեռ չկան, մինչդեռ նույնը չի կարելի ասել Զելենսկու դեպքում։ Ճնշման եւս մեկ լծակ է Թրամփի նախազգուշացումը, որ Վաշինգտոնը առաջընթացի բացակայության դեպքում դուրս կգա բանակցություններից։ Արդյոք դա իրատեսական սցենար է։
be very difficult for the United States to Միացյալ Նահանգների համար շատ դժվար կլինի գնալ դրան։ Հակամարտության կարգավորումը Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից էր։ Հեռանալը կդիտարկվի որպես արտաքին քաղաքական մեծ պարտություն։ Թրամփը կարող է տարբեր մարտավարություններ որդեգրել կողմերի վրա ճնշում գործադրելու համար։ ԱՄՆ նախագահը նաև կարող է շատ հստակ արձանագրել, որ այլ առաջնահերթություններ էլ ունի, հատկապես Չինաստանի, առևտրի, Իրանի ներքին խնդիրների հետ կապված։ Չնայած առկա անորոշություններին եւ ամերիկյան կողմի դժգոհությանը Թրամփը չի կորցնում հույսը, որ հակամարտությունը մոտ ապագայում կկարգավորվի, սակայն նման հեռանկար կարծես չի նշмарվում։ Ukraine feels, especially with the recent attack on Ռուսական ռազմաօդային բազաների եւ երկաթուղային համակարգի վերջին թիրախավորման ֆոնին Ուկրաինան շատ ոգևորված է։ Նաեւ հաշվի առնելով Կրեմլի անիրատեսական պահանջները, կարծում եմ Զելենսկին շահագրգռված չէ նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Պուտինն էլ չնայած լուրջ կորուստներին համարում է, որ ռազմական առավելություն ունի Ուկրաինային թուլացնելու համար։ Նա չի կարող զիջել դիրքերը, այդ թվում ռուս հասարակության աչքերում։ Ջոն Սիթի լիդիսը եզրափակում է, Դոնալդ Թրամփը դեռ հստակ պատկերացում չունի, ինչպես վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։ Վաշինգտոնը հանդես է եկել որոշ առաջարկներով, սակայն դրանք մինչ այժմ չեն փոխել ոչ Պուտինի, ոչ Զելենսկու դիրքորոշումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։